կաշխատի այն ժամանակ լավ իմաստով, ոչ թե հատուկ ինչ-որ դեպքերի համար, երբ որ 3-1-ին ընդունեն, որպեսզի այսօր պետությունը բանը տա իր վարձի կեսը, այն պարագայում երբ որ եւ կազմակերպությունը երբ կծախսի փող իր աշխատողի վրա։ Նույնիսկ իրականության մեջ նույնիսկ 2 տարվա դեպքում կարող է չծախսի, այն տեսնի, որ ինքը տարիներ շարունակ աշխատել է, մեծ ներդրում ունի, կազմակերպություն կա բաժնե տոմսերա տալիս տարբեր տեսակի բաժնե մասեր եւ այլն, սա էլ էլի ներդրման ձև է, ինչպես աշխատավարձի բարձրացումը եւ այլն, այսինքն կրթություն ֆինանսավորել։ Ես այդպես եմ ասում։ Չեմ ասում, որ կարող է ճիշտ նշեցիք, բարձրագույն կրթությունով գնա աշխատի, հետո մագիստրոսական կրթության համար գնա դրսում սովորի։ Այսինքն մենք այս հոգեբանությունից էլ պետքա դուրս գանք, չէ՞։ Մենք ասում ենք բուհում սովորել, պատկերացնում ենք 18 տարեկան։ Այստեղ ֆունդամենտալ խնդրեմ կա, չէ՞ մենք այս ծրագրով պատկերացնում ենք 22 տարեկան, 24, 27, 30, 45, որ մարդը իրական տնտեսության մեջ, թե չի ասում եմ, թե չէ էս էլ լինելու է բանից արտագաղթի եւ բանակից ազատվելու այդ մեխանիզմ։ Կարող է սրա համար մարդիկ գործարան բացեն, որ ֆաբրիկա զվյոզդ